Գյումրիի ընտրությունների արդյունքները ողջևորել են որոշակի առումով։ Գիտեք, Գյումրիի ընտրությունները ընդհանուր առմամբ հենց միայն նորմալ էր այն առումով, որ իշխանության տեխնացուն չկարողացավ անհրաժեշտ ձայները հավաքել, անկախ այն հանգամանքից, որ վարչական, հսկայական ու ենթադրաբար նաև ֆինանսական մեծ ռեսուրսներ են այդտեղ աշխատել, եւ որոշակի բանակցություններից հետո հնարավորություն եղավ ընդդիմադիր դիրքավորված ուժերի համար ստեղծել որոշակի կոնսենսուս ընդդիմության հավաքական տեխնացուի քվեարկության ապահովման տեսանկյունից։ Իհարկե դեռևս ավականների առաջին նիստը դեռևս տեղի չի ունեցել եւ այս պահի մի փոքր նույնիսկ վաղ է ասել թե ինչ մենք կարող ենք դեռևս սպասել, որովհետեւ ամեն դեպքում իշխանությունը անակնկալներ տարբեր փուլերում արել է, դա արտահայտվել է նաեւ 21 թվականին Վանաձորի ընտրություններում, որի հետևանք հետագայում եղավ Մամիկոն Աստանյանի նախկին քաղաքապետի անազատության մեջ հայտնվել է եւ այլն, այնպես որ մի կողմից արդյունքները ընդհանուր առմամբ նորմալ էր եւ հասկանալի է մարդկանց ողջևորությունը ընդդիմադիր տրամադրված հասարակության հատվածի, մյուս կողմից ես շատ չեմ շտապում, որովհետեւ իշխանությունը տարբեր իրավիճակներում գործել է, իդեպ նաեւ մեկ այլ խնդիր եղավ Ալավերդի դեպքում, երբ որ եթե չեմ սխալվում 1.5 տարի ոչ իշխանական կոալիցիան գործեց, հետագայում իշխանությունը այնտեղ որոշակի մեխանիզմներ գործի դրվեց, ճնշումներ եւ այլն, եւ ներկայումս այդ մարդիկ խաղից դուրս են բերվել եւ իշխանության տեխնացուն է այդտեղ ըստ էության համայնքի ղեկավարը։ Այնպես որ այս փուլը այն ինչ որ եղավ քվեարկությամբ դա լրիվ այլ իրականություն է, որը կարելի է արձանագրել եւ առաջ գնալ, մեկ այլ բան է թե մենք ինչ կունենանք կոնկրետ քվեարկության օրը ավականները եւ ինչ կունենանք դրանից հետո։ Այսինքն քաղաքական կոնտեքստը ավելի լայն է, քան ներառում է Գյումրիի միայն համանքային ղեկավարը։ Գիտեք, Գյումրին ես վստահ եմ դուք իրեն շատ ավելի լավ գիտեք, այնպեսի քաղաք է, բացի նրանից որ երկրորդ քաղաքն է Հայաստանի Հանրապետության, առասարակ Գյումրիում տեղ ունեցող քաղաքական իրադարձությունները շատ մեծ արձագանք եւ ազդեցություն ունենում առասարակ Հայաստանի Հանրապետությունում եւ ես որևէ ձեւով զարմացած չեմ, որ դրա հետ կապված տարբեր առանձնահատկությունները անդադ տարբեր հանրային ակտիվ քննարկումների առարկա են դառնում, երևի դա հենց այդպես էլ պետք է լինի։ Իշխանությունը առաջին կետում է այստեղ եւ բավականին տպավորիչ արդյունքով, եթե համեմատենք Գյումրիի նախորդ ընտրությունների հետ։ Այո, դե այստեղ նախ մեծ մասնակցության հարց առաջ եկավ, ինչը շատ կարեւոր էր, հատկապես ոչ միայն թիմ մակարդակում, այլ առասարակ երբ որ ընտրողների մասնակցությունը մեծ է լինում, դա նաև հնարավորություն է տալիս հասարակության շատ ավելի մեծ չէ, եթե համեմատենք։ Բայց նախորդ ընտրությունների համար բավականին էական տարբերություն կար։ Ամեն դեպքում սա հնարավորություն էր, որպեսզի շատ ավելի մեծ թվով գյումրեցիներ հնարավորություն ունենային իրենց ընտրությունները եւ դիրքորոշումը այդ ձևով արտահայտելու համար։ Գյումրիի ընտրություններում երկրորդ եւ երրորդ նախագահները համագործակցել։ Անկեղծ ասած դժվարանում եմ ասեմ, թե այս պահին ինչ կարող ենք հասկանալ այդ համագործակցության տակ, եւ նախընտրական եւ մանավանդ հիմա արդյունքները ֆիքսելուց։ Դե այսպես ասեմ, օրինակ մեր դեպքում երրորդ նախագահի պարագայում մենք այնտեղ չունեինք կոնկրետ առաջադրած տեխնացուներ, ի տարբերություն նախորդ ընտրություններին, երբ որ 21-ին հանրապետականը իր դեմքով հանդես եկավ, հանրապետականի հենց տակ եւ մենք 5% մասնակցությամբ ներգրավվածություն ապահովեցինք Գյումրի ավականում, այս ընտրություններին հանրապետականը մասնակցություն չունեցավ։ Մասնակցություն ունեցավ մեր ֆրակցիան ներկայացնող պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով անկուսակցական էր եւ նախորդ ընտրություններում մեր հետ դաշին կազմած հայինիկ կուսակցության քվոտայով էր առաջադրվել, որի նկատմամբ բնականաբար մենք ունեինք սիմպաթիա, բավականին ջերմ հարաբերություններ եւ բնական էր, որ մենք ցանկացած պարագայում խոսքում, հրապարակային էլ այդ մասին խոսել ենք, բայց հանրապետականը Գյումրիի հետ կապված ունեցավ քաղաքական հայտարարություն, որը գործադիր մարմինն արեց, որտեղ մենք մեր համար որպես այդպեսին պատասխանատվություն վերցրեցինք հանձնաժողովում մեր ունեցած քվոտաների պայմաններում ապահովել, հնարավորինս ապահովել ընտրությունների ազատ եւ մրցակցային դերը եւ մենք փորձեցինք մեր հանձնաժողովականների միջոցով նաեւ աջակցելու ընդդիմադիր գործիչների, այսպես ասեմ, հաջողություններին։ Կուսակցությունը Մարտուն Գրիգորյանին հորդորել է ձայները տրամադրել Վարդան Ղուկասյանին։ Մենք Մարտուն Գրիգորյանի հետ զրույցներում մեր
մոտեցումը ներկայացրել ենք, դա արել ենք մինչև նրա վերջնական որոշման հանրայնացումը, նաև լավ իմանալով, որ ինչպես դա եղել է նրա ընտրությունների մասնակցության մտադրությունը որոշումներ կայացնելու փուլում, այնպես էլ սրա հետ կապված դա կախված է լինելու բացառապես Մարտուն Գրիգորյանի եւ նրա նեղ շրջապատի որոշումներից, որովհետեւ Մարտուն Գրիգորյանը որքան է մեր հետ լավ հարաբերություններ պահպանում էր նաև գործընկերային, ընկերական, ամեն դեպքում նա հանրապետականը չի ներկայացնում եւ հանրապետականի որոշումներով չի առաջադրվում։ Չէ, հարցը ուրիշ է։ Ձեր հորդորով է այդ քայլին գնացել, թե՞ ոչ։ Մենք միայն ներկայացրել ենք մեր կարծիքը, որը համընկավ Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Հարգելի Տիգրան, դա մի քիչ այլ բնույթի հարց է, բայց կունենաք դուք տեղեկություն։ Երկրորդ եւ երրորդ նախագահները ուղիղ կապ ունեն իրար հետ։ Ինչպես ես եւ դուք հեռախոսը վերցնենք եւ զանգարենք խոսենք իրար հետ։ Ես չեմ կարող ասել, թե վերջին օրերին կամ չգիտեմ վերջին 1 ամսվա ընթացքում նրանք իրար զրույց ունեցել են, թե չեն ունեցել, բայց կարող եմ ասել, որ հետ պատերազմյան ժամանակահատվածում, եթե վերցնենք վերջին 5 տարիները, դրանում տեղ գտած տարբեր շարժումները, քաղաքական գործընթացները, նրանք կստանալուստան իրար զրույց ունեն։ Դե այդ դեպքում ասեք ինչի մասին է կամ ինչն է պատճառը ձեր քաղաքական թիմերի հակասությունը։ Ես անկեղծ ասած կարծում եմ, որ դա ավելի շատ պայմանավորված է 2026 թվականի ընտրական process-ներով եւ ես երկրորդ նախագահի թիմից հնչած տարբեր հայտարարությունները, որոնք ակնհայտորեն ունեն քարոզչական բնույթ, ես ավելի շատ կապում եմ նախընտրական պլատֆորմին, որովհետեւ մեծ թվով ուժեր, ոչ միայն դա չի վերաբերում միայն երկրորդ նախագահի թիմին, մեծ թվով քաղաքական ուժեր, մեծ, փոքր, տարբեր ազդեցություն ունեցող, ակնհայտորեն պատրաստում են 26-ի ընտրություններին, որոշները կուսակցական գրասենյակներ են բացում, ոմանք նոր թիմեր են հավաքում, թարմացումներ են անում, պլանավորում են, եւ բնական է, որ խորհրդանում գտնվող ուժերը եւ նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք քաղաքական համակարգում այսօրվա մեր իրադարձությունում ունեն որոշակի դեր եւ ազդեցություն, բնականաբար գտնվելու են թիրախավորման տակ, որովհետեւ ով է բերել Նիկոլ Փաշինյանին վերնագրի տակ։ Ոչ միայն դրա, դա այն հիմնականերից է, երկրորդը կետը կապված է այսպես կոչված նախկինների թեմային, հիմա մի հատ մրցակցություն է գնում այս մասով, թե ով է կարողանալու դա լավագույնս փաթեթավորել հանրապետականի վրա, որ նախկիների անվան տակ միայն հանրապետականն է հանդես գալիս եւ այլն։ Այսինքն որոշակի ընտրական տեխնոլոգիաներ են կիրառվում, որոնք տեղ-տեղ բավականին կեղտոտ եւ անթույլատրելի կիրառում է երրորդի թիմը երկրորդի թիմի դեմ։ Հակառակ ասացեք։ Հա, ներողություն։ Երկրորդին է երրորդը։ Ճիշտ ասած, մեզ շատ է։ Այսինքն դա ջրբաժան է, դուք առաջիկա քաղաքական process-ներին միասին ճակատով դժվար թե։ Դա նրանք այդ մասին ասացին, խորհրդանում տեղ ունեցած ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ Հայաստան խմբակցության պատգամավորներից ՄԿ, ով Գիտեք, չէ՞ ինչ մեծ լավություն է կանում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ես այդտեղ լավության խնդիր չեմ տեսնում, ես Չէ, երբ վասնատվում է հակառակորդը, դա շատ անգամ զինվորական տերմին կարելի է օգտագործել։ Դուք չթողեցիք իմ խոսքը ավարտեի, որովհետև եթե ավարտեի, դուք տենց ընդհանուր ձեր խոսքը հաստատ չէիք ուղղել։ Ազգային ժողովի ճեպազրույցներից մեկի ժամանակ Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկը, որը ուղիղ ասոցիացիում է երկրորդ նախագահի հետ, հայտարարեց, որ իրենք այս process-ով գնում են տարանջատման։ Այսինքն այն ինչ որ դուք ասում եք այդ ջրբաժանը որպես եզրակացություն, դրա մասին երկրորդ նախագահի թիմակիցներն են հայտարարել, այսինքն դրա մասին չի հայտարարել հանրապետականը։ Այս ամենը հանրապետականը չի նախաձեռնել։ Հանրապետականը որևէ շահագրգռվածություն չունի ընդդիմադիր դաշտում դիրքավորված ուժերի հետ, որովե ձևով բախման մեջ մտնելու համար, եւ ես պատահական չասացի, որ այս ամենը ընդգծված նախընտրական երանգավորում ունի եւ տարբեր ուժեր կարծում են, որ հանրապետականին թիրախավորելով այսպես կոչված նախկինների, ով է բերել Նիկոլը այդ արհեստական դիսկուրսների ներքո, թույլատնելով հանրապետականին ընտրազանգված են փախցնելու իրենց քաղաքական ուժերի համար։ Ինչպես իմ ասած անալիզն է ցույց տալիս, այստեղ հանրապետականը որևէ շահագրգռվածություն չունի, առավել եւս ընդդիմադիր դաշտում որևէ բախումների մեջ մտնելու եւ իր ժամանակը այդ ուղղությամբ ուղղելու համար։ Եվ վերջինը, հարգելի Տիգրան, ձեր տպավորությունը միայն ասեք։ Միքայել Աջապահյանը համակրում է երկրորդ թե երրորդ նախագահին, զուտ քաղաքական նկատառումը հաշվի առնելով։
Գիտեք, եթե նկատել եք ոչ միայն այս փուլում, այլ նախորդիվ էլ Շիրակի թեմի առաջնորդի կողմից հնչեցրած տարբեր հայտարարություններից հետո ես աշխատել եմ զերծ մնալ որևէ մեկնաբանությունից, որովհետև անկեղծ է լինեմ, իմ համար որպես քրիստոնյա մարդու, ով բարբերաբար այցելում է եկեղեցի, մասնակցում նաև պատարակների, շատ դժվար է որևէ թեմը ներկայացնող առաջնորդի նկատմամբ գնահատականներ հնչեցնել։ Իհարկե ես տեսնում եմ, թե որն է պատճառը, որոնք տարբեր դաշտերից անդադ իրենց մասով բերում են տարբեր քաղաքական հակազդեցությունների եւ շատ ու շատ մեկնաբանությունների մասով էլ ես բնականաբար չեմ կիսում Սրբազանի մոտեցումները, ավելին նաեւ ոչ միայն մտահոգված եմ, այլ նաեւ շատ զարմացած եմ այդ հայտարարություններով, բայց թույլ տվեք այսքանով ես սահմանափակվում։